Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, հարգելի լրագրողներ, քաղաքացիներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը, որպեսզի զեկույցին հաղորդմանը հետևելն ավելի դյուրին լինի, կարճ ներկայացնեմ, թե ինչ հիմնական դրույթների եմ անդրադառնալու եւ նաեւ հաղորդումը ավելի քան 1 ամիս է տեղադրված է կայքում դատախազության, վստահ եմ առիթ ունեցել եք ծանոթանալու, հաջորդիվ արդեն հարց ու պատասխանի ձևաչափով կքննարկենք հարցեր, որոնք հնարավոր է դուրս մնան իմ ներկայացման շրջանակներից։ Մասնավորապես 25 թվականի ընթացքում դատախազության բացառիկ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կայացված դատական ակտերով, ինչպես նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք։ Այդ թվում մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակ, հողատարածք, անտառային տարածք թվարկումը կարելի է շարունակել։ 25 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը։ Այս վճռի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի եւ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ, շուրջ 750,000 ամերիկյան դոլար։ Բացի այդ, վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50,000 եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ եւ 878 հազար դրամ։ Երկրորդ վճիռն, ինչպես գիտեք, ուժի մեջ է մտել բոլորովին վերջերս 2026 թվականի ապրիլի 15-ին։ Օրինական ուժի մեջ մտած վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլյանից եւ նրա կնոջից Ռոզա Գագիկի Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր ենթակա են բռնագանձման։ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Սևակ թաղամասի 14 փողոց թիվ 8 հասցեի անշարժ գույքի ապօրինի ճանաչված մասը, ինչը կազմում է անշարժ գույքի շուրջ 90%-ը։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղփյուր փողոցի 29/2 հողամասը ամբողջությամբ։ Այս երկու գույքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումը այս պահին ընթացքի մեջ է։ Ակվա բանկ ընկերության 2000 հատ բաժնետոմս, այս պահին պետական գույքի կառավարման կոմիտեն պաշտոնապես գրավոր տեղեկացվել է բաժնետոմսերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականությունը գրացելու անհրաժեշտության մասին։ 2021 թվականին Բերգլաս ՍՊ-ին տրամադրված 294,900 ամերիկյան դոլար փոխառության չվերադարձված մասի 264,000 դոլարի պահանջի իրավունքը։ 934,000 դրամ որպես էլեկտրամոնտաժ բաց բաժնետիրական ընկերության 19 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսի արժեք, 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ որպես Կարապետ Գուլյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի եկամուտ, 58 միլիոն 120 հազար դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։ Դրամական միջոցների բռնագանձման մասին առաջիկայում դատախազությունն արդեն պաշտոնապես հանդես կգա հաղորդագրությունով։ Բացի այդ, այսօր խոսելու ենք նախաքննության ժամկետների մասին, պետք է նշեմ, որ նախաքննության ժամկետների նվազման վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 25 թվականին, ավարտված քրեական վարույթների կեսից ավելին 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 24 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով։ Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների համեմատ 25 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը մեղադրյալների ընդհանուր թվի համամասնությամբ։ 25 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին։ Այդ թվում հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ։ Եվ քրեական վարույթներով գործարկման օրվանից 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ 2025 թվականի դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածում վերականգնված միջոցների միասնական հաշվին եւ հարկ վճարողների միասնական հաշվին փաստացի վճարվել է ընդհանուր 39 միլիարդ 895 միլիոն 845 հազար դրամ։ Հիշեցնեմ, որ այս հաշվեհամարը ստեղծվել էր հենց առավելապես քրեական վարույթներով վերականգնման ենթակա վնասների, ինչպես նաեւ պետական շահերի պաշտպանության վարույթներով գույքային հայցերի դրամական միջոցների բռնագանձման նպատակով։ Հիմա ավելի մանրամասն բարձրացված դիտակետերի վերաբերյալ։
Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետությունում 25 թվականին հանցագործության դեպքերը նվազել են։ 25 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40,722 հանցագործություն, հիշեցնեմ 24 թվականին 42,057, որոնցից 18,857-ը Երևան քաղաքում։ 24 թվականի համեմատությամբ 25 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով։ 25 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։ 25 թվականի բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%, 24 թվականի 22,8%-ի դիմաց։ 24 թվականի համեմատ 25 թվականի բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով։ Հանցագործության 40,722 դեպքերի բացարձակ մեծամասնությունը 82,6%-ը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, այսինքն նվազ հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները։ 24 թվականի համեմատ հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0,9%-ով։ 25 թվականին ավարտվել է 41,553 քրեական վարույթ։ Այդ թվում 14,608-ը 16,194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 61-ը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան, 26,884-ը կարճվել են, որոնցից 16,416-ը քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով նախատեսված հիմքով։ 25 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը գերազանցում է 24 թվականի ցուցանիշը 23,8%-ով։ 25 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս, 17,1%-ը մինչև 4 ամիս, 10%-ը մինչև 6 ամիս, 10,5%-ը մինչև 1 տարի, 9%-ը 1 տարուց ավելի ժամկետում։ 25 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 24 թվականին։ Այդ թվում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ։ Ինչպես նշեցի, նախաքննության ժամկետների նվազման վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 25 թվականի ընթացքում։ Մասնավորապես 25 թվականին 6 ամսից ավելի է տևել քննված քրեական վարույթների 19,5%-ը, որը 23 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 24 թվականի ցուցանիշից 1,9%-ով։ Ընդ որում 25 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 11%-ով։ Քրեական վարույթներով, ինչպես նշեցի, վերականգնված միջոցների միասնական հաշիվներին փոխանցվել են դրամական գումարներ, որոնք արդեն փոխանցված դրամական միջոցներ են և օգտագործվել են կամ ենթակա են օգտագործման սոցիալական նպատակներով։ 25 թվականին դատարանում քննվել և ավարտվել է 10,787 քրեական գործ 11,457 անձի վերաբերյալ։ 25 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի քրեական գործ, քան նախորդ տարի։ 25 թվականին դատարաններում քննված և ավարտված 11,457 անձի վերաբերյալ 10,787 քրեական գործից 7,998-ը կամ 74,1%-ը եղել է ոչ մեծ ծանրության, 1,771-ը միջին ծանրության, 855-ը կամ 7,9%-ը ծանր և 163-ը կամ 1,5%-ը առանձնապես ծանր։ Նշված քրեական գործերից 9879-ով դատապարտվել է 10348 անձ։ 25 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը 24 թվականի համեմատ աճել է 1028-ով կամ 15,5%-ով։ Միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը աճել է 147-ով կամ 10%-ով, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 29-ով կամ 2,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 22-ով կամ 14,2%-ով։ Ինչպես նշեցի, խափանման միջոցներին անդրադարձ կատարելիս 25 թվականին առաջին ատյանի դատարանները ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1566-ը կամ 61,2%-ը։ Մասնակի բավարարվել է 672-ը կամ 26,3%-ը, մերժվել է 321-ը կամ 12,5%-ը։ 23-25 թվականների ընթացքում արձանագրվել է ինչպես ներկայացված միջնորդությունների, այնպես էլ փաստացի դատարանի կողմից բավարարված միջնորդությունների տեսակարար կշռի նվազման միտում, վերջին տարիներին որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվի հետ համադրությամբ։ Մենք այդ վարժությունը կատարել ենք
հաղորդումը նախապատրաստելիս եւ հաշվել, որ վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ 25 թվականին 2.5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը մեղադրյալների ընդհանուր թվի համեմատ։ 25 թվականին զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել։ 25 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։ Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45.7%-ը եղել են պատահարներ։ Այս ցուցանիշի վրա ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եւ ընդգծել, որ դեպքերի թվի առաջին հայացքից մեծաքանակությունը պայմանավորված է նրանով, որ ռազմական ոստիկանությունը յուրաքանչյուր փաստով, անկախ նրանից դա առերևույթ պատահարի հատկանիշներ ունի թե ոչ, ներկայացնում է հանցագործության մասին հաղորդում, դրանով ապահովելով, որպեսզի դեպքը հանգամանքները ամբողջությամբ ստուգվեն եւ փաստվեն, որ դա պատահար է կամ ոչ։ 1221-ը կամ 54.3%-ը հանցագործություններ են, այդ թվում 687-ը կամ 56.3%-ը զինվորական, 534-ը կամ 43.7%-ը այլ հանցագործություններ։ 24 թվականի համեմատ պատահարներն աճել են 265-ով կամ 34.8%-ով։ Հանցագործությունները նվազել են 110-ով կամ 8.3%-ով։ Ընդ որում ընդհանուր բնույթի հանցագործությունների դեպքերը նվազել են 82-ով կամ 13.3%-ով, իսկ զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 28-ով կամ 3.9%-ով։ 25 թվականին զինված ուժերում զինծառայողների ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը։ Ժամկետային 6 զինծառայող, սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող, 1 աշխարհազորային։ Ընդհանուր ծառայության հետ կապված մահվան 9 դեպք 2024 թվականի 27 դեպքի համեմատ։ Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են. Ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք, զինվորական պաշտոնյական անփութության 1 դեպք, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդու մահ առաջացնելու 1 դեպք, կայծակնահարության 1 դեպք, հիվանդության 2 դեպք։ 25 թվականի ընթացքում ծառայության հետ կապված զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66.7%-ով։ 25 թվականի ընթացքում քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 411 միլիոն 728.063 դրամ, որոնցից միջդատական վարույթում վերականգնվել է 108 միլիոն 712.388 դրամը։ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից 25 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 1 միլիարդ 432 միլիոն 493.000 դրամի վնաս։ 25 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80.000 դրամի վնասը, որոնցից 924 միլիոն 294.000 դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով։ 24 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասից 25 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213.000 դրամը։ 25 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց։ Հիշեցնեմ, որ վերջին տարիներին զինվորական դատախազությունը եւս ակտիվ իրականացնում է պետական շահերի պաշտպանության իր գործառույթը։ 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117.000 դրամ է։ Հիշեցնեմ, սա միայն զինվորական ոլորտում։ Հայցերից 5-ը բավարարվել են ամբողջությամբ, 19-ի քննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Ամբողջությամբ բավարարված գույքային հայցերով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմում է 11 միլիոն 466.000 դրամ։ Պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում։ 25 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված 3024 քրեական վարույթից ավարտվել է 980-ը, որոնցից 669-ը կարճվել է, այդ թվում 489-ը արդարացման, իսկ 180-ը ոչ արդարացման հիմքերով։ 311 քրեական վարույթ 772 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 411 քրեական վարույթ միացվել է այլ քրեական վարույթի, իսկ անավարտ է մնացել 1329 քրեական վարույթ։ 25 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններով դատարաններում քննվել եւ ավարտվել է 157 քրեական գործ, 282 անձի վերաբերյալ։ Նշված քրեական գործերից 107-ով 193 անձ դատապարտվել է, որոնցից 27-ը ազատազրկման, 27-ը տուգանքի, 9 հիմնական այլ պատժի, 133 անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 13 անձի նկատմամբ կիրառվել են նաեւ լրացուցիչ պատիժներ, 32 գործով 55 անձ արդարացվել է։
25 թվականի ընթացքում դատարան ներկայացված կոռուպցիոն գործերի թվում են նաև բազմադրվակ եւ ժամանակին հանրային քննարկումներ առաջացած մի շարք գործեր, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ եւ մի շարք այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանին, Երևան քաղաքի կենտրոն համայնքի ղեկավար, Երևանի քաղաքապետ եւ այլ պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանին, զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանին, 2008-15 թվականների ընթացքում Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլյանին, Ազգային ժողովի պատգամավորներին, Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին, Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Գևորգյանին եւ Վաղաշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դիանա Գասպարյանին եւ այլոց։ Վարույթների մանրամասները ներկայացված են նաեւ հաղորդման մեջ։ Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, վստահ եմ նկատել եք, որ վերջին տարիներին կոռուպցիոն գործերի հետ զուգահեռ ժամանակային առումով նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերն են ներկայացվում դատարան։ Ամփոփ ներկայացնեմ նախ 25 թվականի տվյալները, ապա ամբողջ գործունեության ընթացքում վարչության կողմից կատարված աշխատանքը։ 25 թվականին նախաձեռնվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից 157 ուսումնասիրություն։ Դատարանը ներկայացվել 42 հայցադիմում։ Այդ հայցադիմումներից ներկայումս քննվում է 38-ը։ Հիշեցնեմ, որ Սահմանադրական դատարանը օրենքի վերաբերյալ դիրքորոշում էր արտահայտել եւ դիրքորոշումից հետո մի շարք հայցերով դատախազությունը հրաժարվել էր ներկայացված հայցերից, 42 հայցերից 4-ը այն նմանատիպ դեպքեր են, երբ դատախազությունը հրաժարվել է հայցից, 2025 թվականի ընթացքում եւ դատարանում ներկայացված հայցերի թիվը 38-ն է։ Այս 38 հայցապահանջներով պահանջում է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձում մասնակցություն, 38 հայցերով դրամական պահանջի 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ։ Ինչու եմ այս երկու թվերը բարձրաձայնում, որովհետև հայցագնի մեջ ներառված չեն անշարժ գույքերի մեծ մասը, որոնք մենք պահանջում ենք բնեղենով, ինչպես իմ կողմից նշված օրինակ Կարապետ Գուլյանի օրինակում էր, եւ այդ դեպքում մենք լրացուցիչ հարկատուների միջոցները չենք ծախսում գնահատման գործընթաց իրականացնելու համար, որովհետև կարծում ենք դա անարդյունավետ է, ի վերջո գույքը բնեղենով ենք բռնագանձելու։ Հիշեցնեմ ընդհանուր վիճակագրության մասին նաև, ինչպես խոստացա, 20 թվականի սեպտեմբերի 3-ից, այսինքն այն պահից սկսած, երբ վարչությունը ձևավորվել է դատախազությունում, մինչ 25 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն։ 26 թվականի մարտի 1-ի դրությամբ դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166-ն է։ Հիշեցնեմ, որ այս թիվը արդեն վերջնական թիվն է այս պահի դրությամբ եւ չի ներառում բոլոր այն հայցերը, որոնցից Սահմանադրական դատարանի դիրքորոշումից հետո դատախազությունը հրաժարվել է։ Այս հայցերով ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է։ Այս հայցերով դատախազությունը պահանջում է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձում մասնակցություն, իսկ դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ։ Նույն տրամաբանությունն այստեղ է։ Անշարժ գույքերի մեծ մասը գնահատված չեն եւ դրա անհրաժեշտությունը նաեւ այս պահին չկա։ Եվ բնականաբար հայցագները աճման միտում ունեն, որովհետեւ փոխվում են շուկայական արժեքները գույքերի, փոխվում են փայերի արժեքները եւ սա անընդհատ դինամիկ process է։ Ավելին, եթե մենք ունենք որևէ տեղ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կամ կոռուպցիոն հանցագործության քննության շրջանակներում ներկայացված իրավական օգնության պահանջ, որևէ երրորդ երկրի բանկում, եթե ունենք սառեցված գույքեր, դրամական միջոցներ, ապա այս դրամական միջոցների վրա հավելյալ էլի որոշակի տոկոսային հավելումներ են կատարվում, ուստի հայցագները կարելի ասել նախնական թվերի մասին են։ Վարչության 20-25 թվականների աշխատանքները ամփոփելով պետք է ընդգծեմ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով եւ հաշտության 9 համաձայնություններով այս պահի դրությամբ Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ եւ 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար
000 դրամ որպես դրամական միջոց։ Այսպիսով միայն, ընդգծում եմ, միայն այս գործառույթի իրականացման շրջանակներում հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ամերիկյան դոլարի։ Անդրադառնալով պետական համայնքային շահերի պաշտպանության գործառույթին նշեմ, որ այս բացառիկ լիազորության իրականացման շրջանակներում դատախազությունը կատարել է միայն 25 թվականին 540 ուսումնասիրություն և հայտնաբերել է 485 իրավախախտում։ Ուսումնասիրությունները ընդգրկում են պետական և համայնքային գույքի օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքաշինության ոլորտին վերաբերող հարցեր։ Դատախազության կողմից այս ժամանակահատվածում դատարանը ներկայացվել 350 հայց, որոնցից 183-ը քաղաքացիական դատավարության կարգով ընդհանուր 2 միլիարդ 524 միլիոն 486 հազար դրամի բռնագանձման պահանջով, 36-ը քրեական դատավարության կարգով ընդհանուր 230 միլիոն 82 հազար դրամ վնասի հատուցման համար գումարի բռնագանձման պահանջով և 131 հայց վարչական դատավարության կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց վարչական ակտերի գործողությունների դեմ, որոնցով պետությանը կամ համայնքներին պատկանող գույքն ապօրինի օտարվել է։ Նշված հայցապահանջներով պետությանը կամ համայնքին վերադարձման ենթակա գույքերի արժեքը կրկին շուկայական գնահատման չի ենթարկվում, որովհետև մենք պահանջում ենք գույքերը բնեղենով և բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ գույքը բռնագանձել բնեղենով, օրինակ իրավամբ պատկանում է 3-րդ կամ 4-րդ կամ 13-րդ բարեխիղճ ձեռքբերողին, նոր միայն այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Բոլորովին վերջերս դատախազությունը նման դեպքերով հրապարակումներ ներկայացրել է։ 25 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել կրկին նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, որոշակի հատված Խոսրովի անտառից, պուրակներ, հողատարածքներ, որոշակի հատված Երևանի նախկին անտառային հատվածներից, դրանց մասին պարբերաբար մենք հրապարակումներով հանդես ենք գալիս։ 25 թվականի ընթացքում գումարի բռնագանձման հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 342 միլիոն 786 հազար դրամ հայցապահանջով 55 հայց։ Կրկնեմ, սա պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում է։ Նախորդ տարիներին ներկայացված հայցերով 25 թվականին փաստացի վերականգնվել է 113 միլիոն 405 հազար դրամի վնաս։ 25 թվականի ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նաև ներկայացվել են հանցագործությունների մասին հաղորդումներ։ 25 թվականին դրանց թիվը 92-ն է, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ, հիմնականում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, կեղծիքի և պաշտոնեական այլ հանցագործությունների հատկանիշներով։ Պետական համայնքային շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում, քանի որ նաև ժամանակ ունեմ, կցանկանամ համառոտ անդրադառնալ նաև մեր երկու ստորաբաժանման գլխավոր դատախազությունում գործող պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից Սևանա լճի ափամերձ տարածքներում իրականացված աշխատանքներին, վստահ եմ բոլորդ տեղյակ եք և տեսել եք, որ ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքեր են առկա, փաստվում է, որ վարձակալության դեպքերը շատ փոքր տոկոս են կազմում, հիմնականում դրանք կամ հողազավթումներ են, կամ ապօրինի հողօգտագործումներ են։ 25 թվականի ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը դատախազության կողմից ստացել են միջնորդագրեր։ Միջնորդագրերից բացի դատախազությունը տեղում հենց Սևանի ափին աջակցել, ինչ-որ դեպքերում նաև հսկողություն ու վերահսկողություն է իրականացրել, որպեսզի միջնորդագրերի կատարման ընթացքը պատշաճ կերպով ապահովվի։ Բացի այդ, միջնորդագրերից բացի դատախազությունը մի շարք առանձնատների վերաբերյալ, բացի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերից, նաև պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել դատարան, վստահ եմ նույնիսկ ձեզ ծանոթ առանձնատների մասին է խոսքը, մեկը ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, որը անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր հայցով, Հարսնակար հյուրանոցի վարչական համալիրին հարակից հատվածն է և բուն համալիրն է,
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, որը կրկին հայցով գտնվում է դատարանում, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, ինչպես նաև կապավոր Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբյանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է։ Այս թվարկումը, որ կա նաև հաղորդման մեջ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դատախազության կողմից կատարված աշխատանքներն է ամփոփում, նշեմ, որ այս պահի դրությամբ եւս լրացուցիչ 4 ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել 4 տարբեր անձանց պատկանող առանձնատներ, որոնց մասով եւս դատախազությունը ընդհանրապես ներկայացնում է պետական շահերի պաշտպանության հայցեր, կրկնեմ, որ այս նույն գույքերը անցնում են նաև մեր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով։ Բացի այդ, դատախազության միջնորդագրերի հիման վրա, ինչպես նշեցի, որոնց կատարմանը նաև մասնակցություն ունի դատախազությունը, 25 թվականի դեկտեմբերից մինչ օրս դատախազության միջնորդագրերի կատարման հիման վրա ափամերձ բացարձակ նիշից ցածր 34 հողամասում ապամոնտաժվել, քանդվել է 86 շենք-շինություն եւ ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել է 2 պայմանագիր։ Հիշեցնեմ, որ 26 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են կրթության գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը, նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները վարձակալության իրավունք չեն ունեցել եւ չէին էլ կարող ունենալ։ 26 թվականի մարտին ապամոնտաժվել են Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները եւ թեքահարթակը, ապամոնտաժվել են ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունն ամբողջությամբ։ Դատախազությունը 26 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ ապամոնտաժվել են ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը եւ այլ շինություններ։ Սրանք ընդհանրապես աշխատանքներն են, որոնց վերաբերյալ տվյալները կարելի ասել ամենօրյա ռեժիմով փոփոխվում են եւ դրանց մասին մենք պարբերաբար հանրությանը տեղեկացնում ենք։ Պարբերաբար մենք քննադատվում ենք այս գույքերը սոցիալական նպատակներով չօգտագործելու համար եւ մենք յուրաքանչյուր դեպքով առանց հոգնելու պարզաբանում ենք, որ Սևանի բացարձակ նիշից ցածր որևէ գույք լինի առանձնատուն, քոթեջ, թե որևէ այլ շինություն չի կարող որևէ մեկի սեփականության իրավունքով պատկանել։ Մի քանի պատճառներով, դրանցից առաջինը այդ տարածքի անընդհատ ջրածածկ լինելու վտանգն է եւ այդ վտանգով պայմանավորված նաեւ Սևանի էկոհամակարգի վրա ազդեցությունը։ Բացի այդ, սրանք բնապահպանական նշանակություն ունեցող գոտիներ են եւ Սևանի կենսաբազմազանության համար կարեւոր են։ Ուստի մենք որևէ մեկին լինի սոցիալական թե ոչ սոցիալական չեն կարող այդ գույքերը տրամադրել։ Գույքերը ապամոնտաժվում են, շինաղբը տեղում հեռացվում է Սևանի ափից։ Ամփոփելով, քանի որ շատ քիչ ժամանակ մնաց, մեր գործունեության արդյունքները 25 թվականի կցանկանայի նշել մի հանգամանք, որ 25 թվականի մարտի 14-ի կոլեգիայի նիստով եւ դրան հաջորդած գլխավոր դատախազի հրամանով սահմանվել են մարզերի եւ Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատման չափանիշները, որոնք ներառում են պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը եւ համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը, քրեական վարույթներով, ինչպես նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական եւ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման չափը, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը, ինչպես նաեւ նույն հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը։ Կարծում եմ ակնհայտ է, որ դատախազությունը հատ գործ տրամաբանությունից դուրս է գործում վերջին առնվազն 1 տարվա առնվազն նորմատիվ հիմքով եւ դատախազության արդյունավետությունը գնահատվում է դատարան ներկայացված գործերի որակական կողմով եւ այդ գործերի նաեւ ծանրությամբ, բազմադրվագությամբ եւ հանրային նշանակությամբ, որովհետեւ նշեցի, որ ոչ միայն քրեական վարույթները, այլև պետական համայնքային շահերի պաշտպանության գործառույթներն են հաշվի առնվում եւ մենք կարծում ենք, որ այս վիճակագրական հաշվարկի մեխանիզմը պետք է տարածվի ոչ միայն դատախազության, այլև նախաքննական մյուս մարմինների եւ դատարանների արդյունավետության գնահատման հիմքում, բացի այդ, մեր պարագայում սա նաեւ դրված է դատախազների ծառայողական առաջխաղացման գնահատման համակարգի մեջ եւ բնականաբար դատախազները մոտիվացված են նմանատիպ վարույթներով դրսևորելու իրենց մասնագիտական կարողությունը եւ մի փոքր արձանագրում, որը կարծում եմ այս մոտեցման արդյունք է 2026 թվականի փետրվարին Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվել է
մի շարք ոլորտներում հանրային կարծիքի գնահատում, դրա մեջ ներառված էր եղել նաև դատախազության աշխատանքի նկատմամբ հանրային գնահատականի վերաբերյալ տվյալների հավաքագրումը եւ մեզ համար շատ կարևոր էր, որ դատախազության աշխատանքից 2026 թվականի փետրվարի հարցումների դրությամբ լիովին գոհ եւ ավելի շուտ գոհ է քաղաքացիների 43%-ը։ Նախորդ հարցման համեմատությամբ, որը կատարվել էր մոտ 1 տարի առաջ, այս ցուցանիշը աճի արձանագրել մոտ 6%-ով։ Մենք կարծում ենք, որ սա ի թիվս այլնի արդյունքահեն աշխատանքի հետևանք է, որովհետև վարչական շրջաններում եւ մարզերում հատկապես փոքր բնակավայրերում կարծում եմ բնակության համար տեսանելի է համայնքապատկան գույքի վերադարձի ուղղությամբ դատախազության ջանքերը եւ դատախազությունը խիստ հետևողական է եւ գիտեմ, որ նաեւ падգամավորներն էլ իրենց նախաձեռնողականություն ունեն, որպեսզի այս գույքերն օգտագործվեն բացառապես հանրային եւ բացառապես սոցիալական նպատակներով։ Շնորհակալություն։